լրատվամիջոցներ գտնում, ուզում եմ հանցագործության մասին հաղորդումը եւս մեկ անգամ պնդել այսօր ազգային ժողովում, երբ որ դուք մուտք էիք գործում շենք, հենց այդ պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայոյանքներ, հայողը ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունեք եւ ըստ էության լրատվամիջոցի կողմից էլ հրապարակումները արդեն մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, չէ՞, որպեսզի օրինակ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը արդեն տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ եւ կարծում եմ այս առումով իմ հարցը ձեր հարցին փորձեմ սպառիչ պատասխան տամ։ Օրենքը ըստ էության հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում, պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզիտներ եւ այլն, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Մամուլում ի տարբերություն նախկին օրենքի մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է օրինակ ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունները, բայց չմոռանանք նշել, որ դուք տեղյակ եք, որ քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով ըստ էության քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում եւ համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։ Հետևաբար այս առումով ես տեղյակ չեմ, ինչ է տեղի ունեցել ձեր խոսքերից դա լսեցի, ուսումնասիրել կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Առաջին դեպքը չի, նախորդները եւս քննության առարկա չեն դարձել։ Էլի այնտեղ ինչ որ բաներ էին պետք ապացուցվել, որ դուք իմանաք։ Պատշաճ գրություն նկատի ունեք, պարոն Պողոսյան, այսինքն պատշաճ գրություն հաղորդում, այո։ Եվ գլխավոր դատախազություն, եւ օրինակ իրականացնել։ Շատ բարի, դա էլ կանեք, բայց ամեն դեպքում մամուլում կան նաև տեսանյութերը, որոնք համացանցում արդեն հայտնվել են եւ թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Ձեր դիտողության մի քիչ հեռու պահեք էլ։ Նախորդների հետ կապված եւս ձեզ ոչինչ հայտնի չի, նախորդ շատ բաներ են եղել ազգային ժողովի դահլիճում։ Դուք այդ ընթացքում որևէ ձևով չեք արձագանքել այդ ամեն ինչի, սպասել եք, որ հաղորդումներ պատշաճ, ինչպես նշեցիք, գործընկերներ ձևով ներկայացվեն։ Դարձյալ ստիպված եմ մատնանշեմ, որ դուք ընդհանրական կերպով նշում եք, որ նախորդներում տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոնց արդյունքում համապատասխան ընթացը ես տեղյակ չեմ, դուք կոնկրետ դեպքի մաս, չէ, մի վարքյան կներեք ավարտեմ, հա։ Ավարտեմ ես։ Չէ, այդ կոնկրետին էլ եմ պատասխանելու։ Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենամ։ Եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն։ Ինչ ան վարույթն իրականացնող մարմինը կամ քրեական վարույթ չի նախաձեռնում, կամ վարույթ է նախաձեռնում։ Եթե վարույթ է նախաձեռնվում, կատարվում է նախաքննություն։ Եթե վարույթ չի նախաձեռնվում, ըստ էության բողոքարկման ընթացակարգերն է արձաբանվում։ Հիմա մենք դուք ընդհանրական ձևակերպեցիք ձեր հարցադրումը, մենք պետք է առնվազն հասկանանք։ Պետք է հասկանանք, օրինակ, ես չեմ հիմա պատրաստ չեմ առանձին դեպքերին անդրադառնամ։ Ես ընդամենը մի հանգամանք կմատնանշեմ։ Եթե վարույթ չի նախաձեռնվել, տեսականորեն բողոքարկման ընթացակարգեր կան։ Պետք է հասկանանք, բողոքարկվել է, չի բողոքարկվել, բողոքարկման արդյունքում որոշակի արդյունք եղել է, չի եղել, այսինքն բերեք անհատական դեպքերին չարադառնանք։ Ձեր թույլտվությամբ վերջին հրապարակումը գազագողության դեպքով բարձրաձայնել ժողովուրդ օրաթերթը, մասնավորապես թե ինչ է կատարվում գազագողության ոլորտում։ Արդյունքում ներքին գործերի նախարարը ընթացք տվեց դեպքին։ Գործը հասավ քննչական կոմիտեի, ես ուզում եմ ընթացքը ցույց տամ, հետագայում արդեն քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պարտացավ բանդիտները փախել են։ Պարոն Պողոսյան, դուք պատասխանատվություն կրում եք, ինչու դուք ուշացրեցիք, որ բանդիտները փախան։ Օրինակ Էդգար Ղազարյանը, որը հասարակական քաղաքական գործիչ է, մի հայտարարություն արել, իր սեկտը անմիջապես փակվել է։ Մինչդեռ բանդիտները կարողացան մեր երկրից ճողոպրել ու փախնել։ Դուք պատասխանատվություն կրում եք կոնկրետ բանդիտների փախուստը չկարողանալու կանխելու մասով։ Ես պատասխանատվություն ընդհանրապես կրում եմ այն պահից սկսած, երբ որ ստանձնել եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Սա մեկ։ Այդ ժամանակ դուք կոմիտեի նախագահն եք, պարոն Պողոսյան։ Դրա համար շեշտում եմ։ Տիկին Մանուկյան, ձեր մատնանշած դեպքերը ըստ էության գազագողության հետ կապված դեպքեր է։ Նախ
եկեք մենք իրադարձությունները, ես գործի առանձին հանգամանքների հետ կապված եկեք այս ձևաչափով ես չեմ պատրաստվում որևիցե քննարկում ունենամ, այսինքն վատնանշեմ քրեական, անդրադառնամ քրեական վարույթով առանձին փաստերի, բայց որպեսզի ձեր հարցին նաև սպառիչ պատասխան տամ։ Առաջին մենք ըստ էության դուք մատնանշում եք, որ ոստիկանությունը, չէ, նշեցիք առիթը, դա անուններ էի ես տվել։ Այո, Տիկին Մանուկյան, դա այլ վարույթի մասին է խոսքը, այդ վարույթով գազագողության դեպք չկա, դա վերաբերվում է ձեր մատնանշած վարույթը, վերաբերվում է, երբ որ տեսուչներին չէին թույլատրել մտնեին եւ ստուգումներ իրականացնեին, դա առանձին, դա գազագողության ձեր մատնանշված այդ բառով եմ նշում, որպեսզի պարզ լինի, գազագողության հետ կապված ընդհանրապես դրա հետ կապ չունի այդ վարույթը, որը որ ավելի վաղ էր նախաձեռնվել։ Այս մեկ, բայց մենք ունենք եւս երկու վարույթներ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին երկու առանձին վարույթներ ունենք։ Այսինքն, այն առաջի վարույթը, որը որ դուք անընդհատ նշում եք եւ որակում եք բանդիտներ եւ այլ, այդ վարույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս երկու վարույթները, որոնք ավելի ուշ փուլում են նախաձեռնվել, այս վարույթում վարույթ իրականացնող մարմինը ըստ էության քննչական անհետաձգելի գործողություններ կատարելա։ Դուք տեղյակ եք, որ գազալցակայաններ կան, բազմաթիվ գազալցակայաններ, որոնք քննչական գործողությունների կատարման արդյունքում կապարակնքվել է, վարույթ իրականացնող մարմինը ըստ էության իր որոշմամբ արգելել է գործունեությունը, առգրավել է որոշակի առարկաներ, այսինքն այս արդյունքում Գլուխները չկան, պարոն Պողոսյան, Թույլ կտակ ավարտել։ նախին պատգամավորը Գևորգյան որդին Թույլ կտակ ավարտել։ Այս վարույթներով հսկայածավալ քննչական գործողություններ են կատարվել, երբ որ վարույթով արդեն իսկ ունեցել ենք բավարար փաստեր, բավարար ապացույցներ, որոնք հիմք կտային, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեր, քննիչը, պատշաճ, ժամանակին միջնորդություններ են ներկայացրել համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Ստացել ենք այդ միջնորդությունները, հետապնդման որոշումները եւ ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվի։ Դրանից հետո ըստ էության պարզել ենք, որ որոշակի անձին մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն մենք չէ կանխատեսեինք, մինչև չունենանք, այսինքն մենք գործում ենք, մեր գործողությունները պետք է լինի օրինական։ Եվ ամենակարևորը, քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ որ ունեցել են քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց, այդ թվում նաև գործող ընկերությունների, տնտեսվարողների, տնօրենների, աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումներ է հարուցվել։ Ձեր մատնանշած վարույթներով ունենք կալանքի տակ գտնվող անձին, ունենք տնային կալանքի տակ գտնվող անձին եւ ունենք անձիկ փախան կներեք, դե ես նշեցի, չէ, որ մինչեւ վարույթ նախաձեռնել եք, կներեք էլի, ասենք դուք ձեր պնդումներն եք անում։ Դուք ձեր պատասխանատվությունը չի, դուք ժամանակին եք գործել, բանդիտները շուտ էին փախել, այդպես կարող ենք ենթադրել։ Միանշանակ։ Մինչև վերջ ավարտեմ էլի այս մասով։ Եվ այն անձինք, ովքեր որ մինչև քրեական վարույթով քրեական հետապնդման մասին որոշումներ ստանալը, մինչև մեղադրանք ներկայացնել, ովքեր լքել էին Հայաստանի Հանրապետության տարածքը, այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանմիջոց կալանք է ընտրվել եւ եկեք այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որովհետեւ ինչ է նշանակում անձինք հիմա մենք արարքը որակում ենք բանդիտներ, դա երևի ձեր տերմինաբանությունն է, նախկին քրեական օրենսգրքում նման հանցակազմ նախատեսված է եղել բանդիտիզմ։ Հիմա այդպես հանցակազմ գոյություն չունի։ Մենք նույնիսկ հիմա այս պահին չունենք այլ հանցակազմ, մենք ունենք մեխանիզմ, պարզել ենք այդ մեխանիզմի արդյունքում, որ տևական ժամանակ ըստ էության անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված,
ընդ որում այնտեղ ունենք տվյալներ նաև, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հաշվիչներ փոխել եւ այլն։ Այս մասով մենք օբյեկտիվ քննություն ենք կատարել, բարձում ենք անհրաժեշտ ելակետային տվյալներ ունենք նաև վերականգնումներ եւ այլն, այսինքն քրեական վարույթի բնական ընթացքը միանշանակ ապահովում է, համակողմանությունը ապահովում է եւ հավաստիացնում եմ ձեզ, որ քրեական վարույթը տրամաբանական վախճանի կհանգի։ Նախաքննական մարմինը կասկածներ